Լավ, այսօր ուզում եմ խոսամ մի կարևոր բանից։ Ես անցած կիրակի ասացի, որ Աստված հիմքային գործ է անում մեր մեջ, իր ժողովրդի մեջ, Աստված պատրաստում է այն ալիքին, այն օրհնությանը, այն արթնությանը եւ այն գործերին, որ Աստված սկսել է, որ նա ավելացնելու է մեր մեջ, ամեն մեկիս մեջ եւ մենք կարիք ունենք մեր արմատները ուժեղացնելու, ամրացնելու եւ ամեն անգամ երբ որ Աստված ինչ որ խոսք է դնում սրտիս մեջ, երբ որ Սուրբ Հոգուց գալիս է ինչ որ պատգամ խոսք ներսումը սկիսվելու, ես հասկանում եմ, որ դա պատգամ է, որը որ ամրացնում է հիմքերը։ Այսօր ուզում եմ խոսամ մի քիչ պարգևների մասին, բայց ավելի շեշտը դնել բնավորության վրա։ Գիտես, որ Աստվածաշունչը խոսում է, որ մենք բոլորս ունենք պարգևներ։ Ամեն, հավատում ենք, որ ամեն մեկս էստեղ, ամեն մարդ, որ ինչ որ Աստված ստեղծել է, ստեղծում է, նա ունի պարգև, կան բնածին պարգևներ, որ անգամ կարևոր չի, որ մարդը Քրիստոսին ունի, թե չունի, դա բնածին Աստված տալիս է ինչ որ պարգևներ ու տաղանդներ մարդուն, եւ կան նույնպես պարգևներ, տաղանդներ, որը որ մարդ ստանում է Սուրբ Հոգով լցվելուց հետո։ Կան պարգևներ, որ մարդու կյանքում գալիս են, երբ որ մարդը ընդունում է Քրիստոսին, վերստին ծնվում է, մարդը լցվում է պարգևներով եւ մենք երբեմն դա անվանում ենք օծություն, այսինքն երբ որ ես այսօր քարոզիս ընթացքում պարգև բառը կասեմ, նաև նկատի ունեմ օծությունը, օծություն, պարգև մոտավորապես նույն բանն է, ինչ է օծությունը կամ ինչ է պարգևը, դա Աստծուց տրված գերբնական շնորհք է մեզ, ինչ որ բաներ անելու, Աստծո փառքի համար, ինչ որ բաներ անելու, տարբեր ոլորտների մեջ։ Մենք գիտենք, որ կան ծառայության 5 պարգևները, կարծում եմ անցած կիրակի էլ մի փոքր անդրադարձել եմ սրան, որովհետև խոսում է եկեղեցու, եկեղեցաշինության մասին, կան 5 ծառայության պարգևները կամ պաշտոնները, ինչպես որ Աստվածաշունչն է անվանում դրանց, որոնք որ մենք գիտենք, առաքյալ, մարգարե, հովիվ, ավետարանիչ եւ ուսուցիչ, սրանք 5 ծառայության պարգևներն են, պաշտոնները եւ կան Սուրբ Հոգու պարգևները, 9 պարգևները, որոնք որ մարգարեությունն է, մարգարեն եւ մարգարեության պարգևը, դրանք նույնպես տարբեր բաներ են, մարդ կարա մարգարեական պարգև ունենա, մարգարեական հոգով շարժվի, բայց դա չի նշանակում դեռ, որ նա մարգարե է։ Սա ուրիշ թեմա է, ուղղակի սենց փակագծեր եմ ասում։ Ուրեմն հոգու պարգևների մեջ կա մարգարեական պարգևը, կա լեզուների պարգևը, որ նույնպես եւ նշան է եւ պարգև է, որ շատերս այստեղ ունենք, Սուրբ Հոգու օտար լեզուները, կա այդ լեզուների թարգմանության պարգևը, կա գիտության խոսքի պարգևը, անցած կիրակի երբ որ այդ ձեռքի մասին ասեցի, դա գիտության խոսքի պարգևն է, կա իմաստության խոսքի պարգևը, կա հավատքի պարգևը եւ հավատքի պարգևը դա այն հավատքը չի, որ մենք բոլորս ունենք, այլ Սուրբ Հոգին երբեմն կարատա մարդուն ինչ որ իրավիճակի մեջ, ինչ որ սիտուացիայի մեջ գերբնական մի հատ հավատքի պարգև, որ դու ստանում ես այդ պահին, այդ իրավիճակի համար, այդ խոչընդոտը հաղթահարելու կամ այդ իրավիճակը անցնելու, սա գերբնական հավատքի պարգևն է, որ Սուրբ Հոգին տալիս է, ուրեմն կա հավատքի պարգևը, էլ որը մնաց, կա բժշկությունների պարգևը, նշաններ եւ հրաշքներ անելու պարգևը, 9 պարգևներ, սրանք Սուրբ Հոգու պարգևներն են, եւ կան նաեւ ուրիշ տարբեր պարգևներ, հա, մարդ կարող ունենա երգելու պարգև, ստեղծագործելու պարգև, կազմակերպչական պարգև,
առաջնորդական պարգև, այսինքն կան նաև ուրիշ զանազան պարգևներ, բնածին պարգևներ, որոնք որ մենք ունենք, այսինքն շատ են այդ պարգևները, շատ են այդ տաղանդները եւ շնորհքները, որ Աստված տալիս է ամեն մեկիս։ Եվ գիտես, Աստված տալիս է այդ պարգևները նույնպես իր թագավորության մեջ գործելու, ծառայելու, Աստծո թագավորությունը շինելու, կառուցելու, Աստծո փառքի համար է տալիս, ավետարանը տարածելու, ավետարանը քարոզելու, Աստված այդ ամենը տալիս է իր փառքի համար։ Եվ այստեղ բոլորս ունենք պարգևներ, բոլորիս Աստված օծել է տարբեր պարգևներով, եւ բնածին, եւ Սուրբ Հոգու պարգևներով, երբ որ մենք լցվել ենք Սուրբ Հոգով, եւ օրինակ միտեղ Եփեսացիս թղթում գրված է հետևյալ խոսքը, Եփեսացիս 4:8-ում է, Եփեսացիս 4:8, սրա համար ասում է, թե վեր ելավ բարձրը, սա Հիսուսի մասին է, վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը, եւ որն էր գերությունը, դա մեղքի եւ մահվան իշխանությունն էր մարդկանց վրա, սատանայի իշխանությունը, այսինքն այն գերությունը, որ մարդկանց վրա էր, Հիսուսը հենց դրան գերի վերցրեց։ Եվ հետո ասում է տեսեք, ես կորցրեցի իմ տեղը, եւ մարդկանց պարգևներ տվեց, հա, 4:8, եւ մարդկանց պարգևներ տվեց, եւ մարդկանց պարգևներ տվեց, բազմաթիվ տեղեր կա Աստվածաշնչում, ես բոլոր տեղերը չեմ կարդա, ընդամենը մեկ տեղ, միգուցե հետո եթե հիշեմ եւ Սուրբ Հոգին տա ինչ որ տեղ կասեմ, բայց մենք գիտենք, որ Սուրբ Հոգին բոլորիս տվել է պարգևներ։ Գիտեք, հրաշալի է պարգևը եւ դա պետքական է, անհրաժեշտ է պարգևը, մանավանդ Սուրբ Հոգու պարգևները, մանավանդ երբ որ մենք ծառայում ենք Աստծուն, մանավանդ երբ որ մենք Աստծո գործն ենք անում, գիտես, առանց Սուրբ Հոգու պարգևների շատ բարդ է, շատ ծանր է, շատ դժվար է Աստծո գործը անելը, դրա համար Աստված տվել է պարգևներ, որովհետև առանց պարգևների դա նման է, որ զինվորը դուրս գա պատերազմի առանց զենքերի, առանց սպառազինության, հասկանում եք, դա անմտություն է եւ շատ բարդ կլինի։ Դրա համար Աստված մեզ հագցրել է այդ պարգևները, որովհետև մենք գործ ունենք հոգևոր աշխարհի դեմ, հոգևոր աշխարհի հետ եւ Աստված մեզ տվել է պարգևները, որպիսի պարգևներով ծառայենք, որտեղ մեր մարդկային կարողությունը ինքը սահմանափակ է, ինքը փոքր է։ Հիսուսն ինքն էլ ասում էր, որ ես եւ նա որպես մարդ ասում էր, ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անեմ, այլ ես անում եմ այն, ինչ որ Հայրը ինձանով անում է։ Ես տեսնում եմ Հորը եւ դա եմ անում, ես լսում եմ Հորը եւ դա եմ խոսում։ Եվ աշակերտներին էլ նույնը ասեց, եթե չլինեք իմ մեջ, դուք չեք կարող ոչինչ անել։ Հա, եւ սա նույնպես կապ ունի պարգևների հետ, գերբնական հոգու պարգևների։ Եվ քանի որ մենք կանչված ենք Աստծո թագավորությունը կառուցելու, Աստծո գործը գործելու, որպես Աստծո սեփական ժողովուրդ, որպես Աստծո սրբված եւ կանչված ժողովուրդ, Աստված մեզ տվել է պարգևներ։ Իհարկե, մեր մեջ կան մարդիկ, որոնք ունեն պարգևներ եւ գիտեն, կան մարդիկ, որ ունեն պարգևներ եւ չգիտեն, կան մարդիկ, որ իրենց պարգևներից որոշ մասը գիտեն, որոշ մասը չգիտեն, եւ սա էլ process է, որտեղ որ մենք Աստծո հետ քայլելու ընթացքում, Աստծուն ծառայելու ընթացքում կարող ենք բացահայտել, կարող ենք հայտնաբերել կամ կարող ենք զարգացնել։ Բայց ես այսօր այս ամեն ինչը ասում եմ, որպիսի պատրաստեմ մեր սրտերը այն հաջորդ մասին, ինչի մասին, որ ուզում եմ խոսամ։ Ուզում եմ խոսամ բնավորության մասին, սիրելիներ, որովհետև պարգևը եւ օծությունը հրաշալի է, բայց նաև գոյություն ունի ամեն մեկիս անձը, ամեն մեկիս բնավորությունը, որ կամ կարա օգնի պարգևը զարգանալու,
կամ կարա մեր բնավորությունը օգնի այդ պարգևին ավելի շատ գործելու, ավելի շատ Աստծուն փառավորելու, կամ մեր բնավորությունը, մեր անձը կարա խանգարի այդ պարգևին, կարա խեղդի այդ պարգևը եւ կարա թույլ չտա այդ պարգևին դրսևորվելու Աստծո փառքի համար։ Դրա համար տեսեք, պարգևները դա Տիրոջ բաժինն է եւ դա Աստված է տալիս։ Իհարկե որ մենք կարանք խնդրենք նույնպես նրանից պարգևները։ Գիտես, ամոթ չի եւ հպարտություն չի, այո, ես Աստծուց խնդրում եմ, որ Տերը ինձ մարգարեական պարգևով ավելի լցնի։ Ես խնդրում եմ, որ Աստված ինձ գիտության խոսքով ավելի լցնի եւ տարբեր պարգևներով, որտեվ ես հասկանում եմ, որ իմ ծառայության մեջ դա անհրաժեշտ է։ Ես ավելի հեշտ եմ ծառայում, երբ որ Սուրբ Հոգու պարգևները սկսում են գործել իմ միջոցով։ Հա, իմ ծառայությունը ավելի հեշտանում է, այսինքն դա հպարտություն չի, դա ամոթ չի։ Պողոս առաքյալը նույնպես ասում է նախանձավոր եղեք հոգևոր պարգևներին, այսինքն փափագեք, խնդրեք, Հիսուսն ասում էր խնդրեք եւ կտրվի։ Եվ շատ ժամանակ, գիտես, պարգևը դու կարող ես հեշտությամբ ստանալ, որովհետեւ պարգևը տալուց Աստված չի նայում քո արժանիքներին։ Երբեմն մենք կարծում ենք, որ պարգևը գալիս է մեր շատ սրբության եւ շատ կատարելության արդյունքում, բայց ես քեզ կասեմ, որ պարգևը ընդհանրապես կապ չունի քո կատարելության, քո սրբության եւ քո մնացած բաների հետ, քո աստվածպաշտության հետ։ Որովհետեւ շատ ժամանակ, գիտես, մարդիկ կան, որ Սուրբ Հոգին աղոթում ես եւ նոր է ապաշխարել, նոր է Հիսուսին ընդունել, բայց աղոթում ես եւ Սուրբ Հոգին գալիս է իր կյանքի մեջ։ Եվ Սուրբ Հոգին բերում է առաջի պարգևը, լեզուների պարգևը։ Այսինքն պարգևը կապ չունի մեր հոգևոր հասակի հետ։ Հիշում եք, Հիսուսն ասեց, կլինեն մարդիկ, որ կգան կասեն, ես քո անունով մարգարեացա, քո անունով դևեր քշեցի, քո անունով հրաշքներ արեցի, բայց ես կասեմ, չեմ ճանաչում ձեզ։ Իսկ հարց տեղից, բա ոնց էր, որ նրանք այդ պարգևը ունեին, եթե սուրբ կամ աստվածապաշտ կյանքով չէին ապրում։ Պարգևը արժանիքների հետ կապ չունի, բայց այդտեղ կարևոր մի բան կա, ես ուզում եմ գամ հենց դրան, բնավորությանը։ Քո բնավորությունը կարա փչացնի քո պարգևը եւ քո բնավորությունը կարա օրհնություն դարձնի քո պարգևը։ Քո սխալ բնավորության պատճառով կարա պարգևը քեզ տանի կործանման, բայց քո ճիշտ բնավորության պատճառով կամ շնորհիվ պարգևը քեզ կարա տանի բարձրունքների։ Դրա համար պարգևը դա Աստծո բաժինն է եւ Աստված է տալիս շնորհում, բայց մեր անձը, մեր բնավորությունները կախված են մեզանից, որքանով ենք մենք աշխատանք տանում, որքանով ենք մենք ուշադիր, որքանով ենք մենք կենտրոնացած մեր բնավորությունների վրա, որքանով ենք մենք թույլ տալիս Սուրբ Հոգուն փոխել մեր բնավորությունները, կերտել մեր մեջ Աստծո բնավորությունները, Աստծո հատկանիշները։ Ամեն։ Եվ ուզում եմ այսօր մի քանի բնավորություններ տեսնենք, որոնք որ շատ ժամանակ կարան խանգարեն մեզ, կարան խանգարեն մեր պարգևների դրսևորվելուն, սիրելիներ։ Եվ բաներ կա միգուցե մենք մեզ կբռնացնենք, կհայտնաբերենք, բաներ կա միգուցե մենք չկանք դրա մեջ, բայց պրոֆիլակտիկ լավ է, որ մենք իմանանք սա։ Ամեն։ Լավ է, որ մենք նախորոք իմանանք սրա մասին։ Մի քանի բնավորություններ, որոնք որ կամ կարող են օրհնություն լինել, կամ կարող են ձախողել այն պարգևը, այն ծրագիրը, այն կոչումը, որ Աստված դնում է մեր կյանքերի վրա։ Իդես կարևոր բաներից մեկը սա է, որ մենք լինենք սկզբունքային։ Այն ծառայության կամ այն ոլորտի մեջ, որտեղ որ Աստված մեզ պարգև է տվել, որտեղ որ մեր պարգևը գործածվում է, շատ կարևոր է, որ մենք լինենք սկզբունքային, որպեսզի մենք
չզիջենք ոչ մի բանի դիմաց, եւ հիմա կբացատրեմ։ Թշնամին երկու ուղություններով կարա մեզ շեղի կամ մեր պարգևը սպանի մեր մեջ։ Առաջինը դա կարա լինի հուսահատությունը, տարբեր պատճառներով, բայց պատճառներից մեկը երբեմն կարա լինի, որ երբ որ դու պարգև ունես, դու քո պարգևով ծառայում ես, դու քո պարգևով ինչ-որ բաներ ես անում, բայց քո սպասված պտուղը դեռ չես տեսնում։ Այն ինչ որ պատկերացնում էիր տեսնել, դու դա դեռ չես տեսնում։ Եվ սա շատ ժամանակ կարա հուսահատություն բերի, կոտրվածություն բերի քո մեջ եւ դու դադարես դա անել։ Կամ այսինքն մեր սպասումները երբեմն կարող են սխալ լինել, հա, կամ կարող ենք սպասումներ մարդկանցից ունենալ, կարող ենք մեզ չգնահատված զգալու պատճառով մենք զիջենք մեր դիրքը կամ այդ պարգևը էլ չգործածենք, այդ ծառայությունը թողնենք, հա, մեզ չգնահատված լինելու պատճառով։ Այսինքն վիրավորանք, հիասթափություն, հուսահատություն, սրանք պատճառներ են, որ մարդ կարա ուրեմն թողնի իր պարգևը կամ իր ծառայությունը։ Երկրորդ ճանապարհը սա գայթակղիչ առաջարկներն են։ Դու կարող ես ունենալ լավ պարգև, դու կարող ես օծված լինել ինչ-որ բանի մեջ, բայց գիտես, սատանան, հակառակորդը քեզ կբերի գայթակղիչ առաջարկներ, որը որ քեզ երբեմն աստիճանաբար, կամաց, որ դու չես էլ զգա, երբեմն հենց միանգամից, հենց շատ դիպուկ առաջարկներ, որոնք որ քեզ կհեռացնեն քո պարգևից, որոնք քեզ կհեռացնեն այն ոլորտից, որտեղ քո պարգևը դրսևորվում է։ Հիշում եք Բաղամը, կար մի այդպիսի մարգարե հին կտակարանում, Բաղամ անունով, ով որ օծված էր, ով որ մարգարեական ուժեղ խոսք ուներ, ում խոսքը եւ հռչակումները կատարվում էին, եւ եկավ թշնամի ազգից ինչ որ մեկը եկան եւ Բաղամին ասեցին, մենք քեզ կտանք շատ գումար, շատ ոսկի, շատ հարստություն, բայց դու բարձրացի ես սարի վրա եւ անիծի Իսրայելի Աստծո ժողովրդին, Իսրայել ազգին անիծի, որովհետեւ գիտեին, որ նա օծված է եւ նրա խոսքը կատարվում է։ Եվ Բաղամը սկզբից մերժեց, բայց հետո նորից առաջարկեցին, հետո նորից մերժեց, հետո Տիրոջը հարցրեց, վերջը այնքան արեց, վերջը համոզեցին, իր սիրտը մի քիչ գնաց, գայթակղվեց այդ առաջարկի դիմաց եւ բարձացավ այդ սարը, որպիսի անիծի Տիրոջ ժողովրդին։ Բայց իհարկե Աստված թույլ չտվեց, որտեվ երբ որ նա բերանը բացեց, որ անեծքի խոսքեր հռչակի, Աստված նրա բերանում օրհնության խոսքեր դրեց այդ պահին եւ ինքը սկսեց անեծքի փոխարեն սկսեց օրհնել այդ ժողովուրդը։ Բայց այդտեղ կարևորը նրա սիրտն էր, նրա այն բանն էր կարևոր, որ ինքը համաձայնվել էր այդ առաջարկին։ Այսինքն եթե Տերը չմիջամտեր, եթե Տերը այդ պահին չփոխեր նրա լեզվի խոսքերը, նա անեծքի խոսքեր էր արձակելու ժողովրդի վրա։ Այսինքն նա գնաց այդ գայթակղությանը եւ իր պարգևը սխալ բանի համար օգտագործեց։ Գիտես, շատ ժամանակ այո, սատանան կարա բերի տարբեր տեսակի գայթակղություններ նույնպես քո կյանքում, որպիսի դու թողնես այն ինչի համար որ կանչված ես, որպիսի դու թողնես այն գործը, այն ծառայությունը, այն անելիքը, ինչի համար որ դու կանչված ես։ Ես կարամ շատ երկար խոսամ այս առաջին կետի վրա, ամեն մի կետերի վրա, բայց քանի որ մեր ժամանակը քիչ է, ուզում եմ առաջ գնամ եւ թող Սուրբ Հոգին ամեն մեկիդ մեջ բացահայտի, ավելի լայնացնի, ավելի մանրամասն անի, ասի այն ինչ որ ես հիմա տալիս եմ, փոխանցում եմ։ Հիշում եք նույնպես Սողոմոնը, սա էլ ասեմ ու անցնենք հաջորդին, Սողոմոն թագավորը նույնպես Աստված իրան տվել էր գերբնական
պարգև, օծություն, իմաստության պարգև, որ ինքը ուներ ամեն մարդկանցից ավելի բարձր իմաստություն իր ժամանակաշրջանում, բայց մենք տեսնում ենք, որ ինքը փողզիչման գնաց ինչ-որ միտեղ, այսինքն ինքը գնաց մտավ ոլորտներ, որտեղ որ պետք չէր, գնաց և ունենալով այդքան իմաստությունը, հասկանալով Աստծո խորությունները, նա գրեց, ասում է, 1000-ից ավել առակներ գրեց, սաղմոսներ, երգեր, առակներ, այսինքն ամբողջ աշխարհը նրանից էր իմաստություն լսում, սովորում, բայց Սողոմոնը մի շատ անիմաստ, առանց իմաստության քայլ կատարեց, որ նա գնաց և 1000 կին ունեցավ, 700 կին, 300 հարճ կամ հակառակը կարևոր չի, 1000 կին են էլ ուրիշ ազգերից, ազգեր, որոնք ունեին ուրիշ աստվածներ, կանայք, որոնք որ ուրիշ աստվածների և կռապաշտ ազգերից էին, որոնք որ նրա սիրտը նույնպես թեքեցին կեղծ աստվածների, կուռքերի և նա գնաց և իր կյանքի վերջում սկսեց երկրպագել կուռքերին, զոհասեղաններ շինեց, տաճարներ շինեց կուռքերի համար, այսինքն մենք տեսնում ենք այն իմաստությունը, որ Աստված իրան տվել էր Աստծո փառքի համար, որ Աստված տվել էր ժողովրդին առաջնորդելու համար, ինքը սկզբունքային չեղավ դրա մեջ, ինքը սկզբունքային չեղավ և շեղվեց, թշնամուն հաջողվեց իրան շեղել այն կոչումից, որի մեջ որ ինքը ի սկզբանե դրված էր։ Մյուս բաներից մեկը խոնարհությունը, բնավորություններից մեկը կարևոր խոնարհությունը, սիրելիներ, եւ մնացած բոլոր բնավորությունները, որ կասեմ, իրականում կախված են հենց այս խոնարհության հետ։ Խոնարհությունը կարա քեզ օգնի, որպեսզի քո պարգևը ավելի շատ բացահայտվի, ավելի շատ դրսևորվի, ավելի բարձրունքներին քեզ տանի, եւ ճիշտ դրան հակառակ հպարտությունը կարա ուղակի խեղդի քո ներսի պարգևը, կարա փակի այն դռները, որոնց մեջ որ Աստված ուզում է քեզ այն դռները, որոնք որ Աստված ուզում է բացի քո առջև։ Գիտես, երբեմն, երբ որ պարգևը սկսում է գործել մարդկանց կյանքերի մեջ, երբ որ պարգևը սկսում է գործել մարդկանց կյանքերի մեջ, մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի մարդիկ կարծես դառնում են ամենագետ, երբ որ ինչ-որ մի պարգև, ինչ-որ մի օծություն տեսնում ես, որ մարդու կյանքում սկսում է գործել, եւ ինչ-որ ժամանակ հետո տեսնում ես, որ այդ մարդը կարծես անճանաչելի է, տեսնում ես, որ կարծես ամեն բան արդեն գիտի, եւ ոչ ոք էլ չես կարողանում իրան ուղղել, ոչ ոք չի կարողանում իրան ուղղել, ոչ ոք չի կարողանում իրան խորհուրդ տալ, ոչ ոքի կարիքը արդեն էլ կարծես չի ունենում, եւ սա ցավալի է, այսինքն մարդ, որը հպարտության հետ հարցերը չի լուծել եւ լցվում է ինչ-որ պարգևով, բնավորությունը կարա կործանման պատճառ լինի նրա համար, սխալ բնավորությունը, վատ բնավորությունը, հպարտությունը կարա կործանման պատճառ լինի այդ մարդու համար եւ կարա սպանի նրա պարգևը։ Մենք տեսնում ենք սա օրինակ Սավուղի կյանքում, Սավուղ թագավորը, ով երբ որ մենք նայում ենք նրա կյանքի սկիզբը, երբ որ Սամուել մարգարեն եկավ, որ Սավուղին օծի, մենք տեսնում ենք ինքը շատ այսպես ընկճված էր, շատ ամաչկոտ էր, շատ համեստ էր եւ անգամ հավանական չէր համարում, որ Տերը կարա իրան տեսնի եւ Տերը կարա իրան օծի եւ մարգարեին ասեց, ախր մենք Իսրայելի 12 ցեղերից ամենափոքրն ենք, Բենյամինի ցեղից եմ ես, եւ այդ Բենյամինի ցեղից էլ ամենափոքրը ես եմ, ամենափոքր ընտանիքից, վերջ ամենաաննկատ, աննշան, այդ ոնց եղավ, որ Աստված ինձ տեսավ, ինձ գտավ, ինձ ընտրեց, այսինքն ինքն իրան շատ նվաստ էր տեսնում, շատ համեստ էր պահում, անգամ երբ որ նրան պետքա օծեին եւ ձեռնադրեին այդ արարողության օրը, ասում է գրված է, որ նա փախավ եւ պահկվեց այդ
կարասիների մեջ, ման էին գալիս են թագավորին, որ պիտի հոցեն, թագավորը չկար, գնացին, գտան իրան ինչ-որ բոճկեկի մեջ էր պահկվել։ Հասկանում եք, եւ այս Սավուղը, երբ որ աստիճանաբար նա մտնում է իր կոչման մեջ եւ Աստծո օծությունը սկսում է գործել իր կյանքում, երբ որ աստիճանաբար Աստված իրան հաղթանակներ է տալիս թշնամիների վրա, Սավուղը գնում է պատերազմների եւ հաղթանակով վերադառնում է եւ Աստված մեծ զորք է տալիս իրան, տարբեր օրհնություններով լցնում է իր կյանքը, իր շուրջը, մենք տեսնում ենք, որ Սավուղի սիրտը շատ հպարտանում է, այսինքն իրականում նա անզգույշ եւ անփույթ է լինում իր բնավորության հանդեպ եւ շեշտը դնում է միայն պարգևի վրա, շեշտը դնում է միայն օծության վրա եւ մենք տեսնում ենք, որ նրա սրտի այդ հպարտությունը հասնում է այն աստիճան, որ ինքը արդեն ընդհանրապես ոչ մարգարեի խոսքն է բանի տեղ դնում, ոչ խորհրդականների խոսքը, ոչ մեկի խոսքը, ինքը սկսում է անել բաները Անենց ոնց որ իրան դուր է գալիս, ոնց որ իրան ճիշտ է թվում այդ պահին եւ ինքը սկսում է շարժվել հենց այդպես։ Եվ մենք գիտենք նրա կյանքի ավարտը, մենք գիտենք նրա ծառայության ավարտը, ինչքան ցավալի, ինչքան տխուր, ինչքան նսեմացված է լինում։ Տեսեք, հպարտությունը կարա ավիրի մարդու պարգևը, կարա ավիրի մարդու կոչումը, կարա ավիրի Աստծո կոչումը, որ կա մարդու կյանքի վրա, սիրելիներս։ Երբեմն հպարտությունը, երբ որ կա պարգև, շատ ժամանակ մարդուն տանում է նրան, որ մարդը իրան անկախ է սկսում զգալ։ Այսինքն ես օծված եմ, ես ունեմ պարգև, ես գիտեմ անել այս բաները եւ ես ոչ ոքի կարիքը էլ չունեմ։ Ես կարող եմ ինքս ինչ որ բաներ անեմ Աստծո համար, ես կարող եմ ինքս ինչ որ նվաճումներ ունենալ, ինչ որ ձեռքբերումներ ունենալ, հա, եւ մարդը սկսում է իրան անկախ տեսնել, իրան բավարար տեսնել մնացածի կարիքը չունենալով, բայց գիտեք, փառք Աստծուն, որ Աստված ստեղծել է եկեղեցին որպես մարմին, եւ Աստված երբեք բոլոր պարգևները միառժամանակ նույն մարդուն չի տալիս, որպիսի բոլորս բոլորիցս կախված լինենք, որպիսի բոլորս բոլորիս կարիքը զգանք, սիրելիներս, Աստծո գործը կատարելու մեջ։ Աստվածաշունչը ասում է, որ դուք կենդանի քարեր եք, եւ ամեն մի քարով է շինվում Տիրոջ տունը։ Մի քարով երբեք Տիրոջ տունը չի կարա շինվի, այլ ամեն մի քարով, անցած կիրակի մենք խոսում էինք ամեն մեկի ներգործությամբ, ամեն։ Պողոս առաքյալը նույնպես, երբ որ խոսում է պարգևների մասին, համեմատում է մարմնի եւ ասում է մեկը ձեռք է, մեկը ոտք է, մեկը աչք է, մեկը քիթ է, մեկը բերան է, եւ ասում է անենց չի, որ մեկը մյուսի կարիքը չունի։ Բոլորը բոլորի կարիքը ունեն, որպիսի մարմինը առողջ լինի, որպիսի մարմինը գործի, մարմինը շարժվի։ Տեսեք, շատ ժամանակ, գիտեք, եւ Աստվածաշնչում կան օրինակներ, եւ պատմության մեջ, եւ մեր օրերի մեջ կան օրինակներ, Աստծո զորավոր մարդիկ, սիրելիներ, օծյալ մարդիկ, ցավոք սրտի, միգուցե մեզանից շատերս գիտենք, տեսել ենք, լսել ենք, ինչպես են ընկնում, ինչպես են հզոր ծառայությունները քանդվում, ինչպես են հզոր Աստծո մարդիկ բարձունքներից վայր ընկնում։ Եվ սա միշտ լինում է այն պատճառով, որ կա օծություն, կա զորություն, կան պարգևները, բայց բնավորության հարցերը լուծված չեն։ Բայց բնավորության վրա աշխատանք չի տարվել։ Եվ սխալ բնավորությունը, գիտես, գալիս եւ սկսում է կրծել մարդուն եւ քանդել Աստծո գործը, որ մարդու մեջ կա։ Հպարտությունը նույնպես, երբ որ պարգևը կա եւ օծությունը կա, հպարտությունը նույնպես չի սիրում լսել, ընդունել փորձառության խորհուրդները, այսինքն փորձառու մարդկանց խորհուրդները։
եւ մենք նույնպես սա տեսնում ենք, սիրելիներ, բայց գիտեք, երբեմն փորձառությունը կարա օգտակար լինի օծված մարդուն։ Ինչ որ մեկ ուրիշի փորձառությունը, որ անգամ եթե ինքը չունի այն պարգևը, որը որ դու ունես, բայց նրա փորձառությունը կարա քեզ օգնի քո պարգևը ավելի էֆեկտիվ դարձնելու։ Եվ մենք տեսնում ենք ինչպես Մովսեսը օրինակ, որ օծված էր, Աստված Մովսեսին օծել էր հզոր առաջնորդ որպես, Աստված Մովսեսին օծել էր որպես մարգարե, Աստված Մովսեսին օծել էր հրաշքներ եւ նշաններ անելու պարգևով, բայց մենք տեսնում ենք, որ Մովսեսը մի մեծ սխալ էր անում, այսինքն այդ 1,5 միլիոն ժողովրդի ամբողջ բեռը վերցնելով իր վրա, եւ հետո գալիս է նրա աները, ով որ հեթանոս էր, եւ նրան մի խորհուրդ է տալիս, ասում է, որ գիտես, դու կարաս սենց անես, դու կարաս այս ժողովրդի մեջից ընտրեց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ եւ դնես նրանց եւ ամեն մեկին տաս իր հանձնարարությունը, իր գործի բաժինը եւ դրանով քո բեռը կթեթևանա եւ դու ավելի հեշտ կկարողանաս առաջնորդել այս ժողովրդին եւ հետարքիր է, որ մենք տեսնում ենք Մովսեսի արձագանքը, որ Մովսեսը ընդունում է այս խորհուրդը, որովհետեւ այն մարդը, որ նրան ասեց, ուներ ինչ որ փորձառություն։ Եվ գիտես, Մովսեսը նրան չի ասում, մի րոպե, դու ոչ հրյա ես, ոչ Աստծո խոսքը գիտես, ոչ մեր ազգի պատմությունը, ոչ կենթանի Աստծո հետ հանդիպել ես, բայց գիտես, որ ես հանդիպում եմ երես առ երես Աստծո հետ, դու գիտես, որ Աստված ծովն է ճեղքել իմ առջև, եւ դու ով ես, որ գաս եւ ինձ խորհուրդներ տաս։ Ճիշտ հակառակը, Մովսեսը տեսնում ենք, որ ընդունում է Հոթորի խորհուրդը։ Նույնպես տեսնում ենք Սամուել մարգարեի օրինակի մեջ, երբ որ Սամուելը դեռ երեխա էր, բայց Աստված իրան արդեն օծել էր, Տիրոջ պարգևը, մարգարեական հոգին նրա վրա էր, եւ Աստված նրան որոշել էր որպես մարգարե, Իսրայելի մարգարե։ Բայց գիտես, Աստված գալի խոսում է նրա հետ, Սամուելի հետ, եւ Սամուելը չի ջոկում, չի հասկանում, որ դա Տերն է։ Եվ մի քանի անգամ գալիս է եւ հետո գնում է Հեղիի մոտ։ Գիտեք, Հեղիից էլ Աստված կարծես հեռացել էր։ Հեղին հոգեվորապես շատ չորը վիճակի մեջ էր այդ ժամանակ։ Տիրոջ օծությունը կարծես էլ նրա վրա չէր։ Բայց գալիս է Հեղիի մոտ երկրորդ, երրորդ անգամ ու Հեղին ասում է, հասկանում է ինչի մասին է արդեն խոսքը, ասում է Սամուել, գնա պարկի տեղդ, երբ որ նորից այդ ձայնը կլսես, որտեվ Սամուելը գալի ասում էր ինչ որ ձայն եմ լսում։ Եվ Հեղին հասկացավ, որ դա Տիրոջ ձայնն է, ասեց գնա հանգիստ պարկի, երբ որ այդ ձայնը կգա, ուղակի ասա, ահա ես Տեր, եւ Տերը կսկսի խոսալ քո հետ։ Չխառնվես իրար, ամեն բան նորմալ է, դա Տիրոջ հոգին է։ Եվ Սամուելը ընդունեց Հեղիի խորհուրդը, եկավ պարկեց եւ Տերը խոսեց եւ նա ասեց, ահա ես Տեր, եւ Աստված մի երկար պատգամ տվեց Սամուելին։ Մենք կարանք տեսնենք հակառակ օրինակը, Սողոմոնի որդին Ռոբովամը, ով որ նույնպես օծվեց որպես թագավոր, եւ Սողոմոնից հետո, որպիսի շարունակի այն գործը, որ Աստված սկսել էր Դավթի միջոցով, Սողոմոնի միջոցով, եւ այնտեղ ինչ որ մի հարց ծագեց ժողովրդի կառավարման մեջ, ժողովրդից հարկերը վերցնելու մեջ, ինչ որ մի հատ հարց ծագեց, եւ սկզբից Ռոբովամը գնաց հարցրեց երկրի ծերերին։ Ծերերը դրանք ոչ թե միայն տարիքով ծերերն էին, այլ հատուկ նշանակված իմաստուն եւ փորձառու մարդիկ էին, դատավորներ էին։ Եվ գնում հարցնում է ծերերից եւ ծերերը ասում են, որ գիտես, ասում են, արի մի հատ քեզ խորհուրդ տանք։ Դու երիտասարդ ես եւ նոր ես օծվել, նոր ես մտել այս գործի մեջ, բայց մենք քեզ խորհուրդ ենք տալիս։ Եթե դու մարդկանց հետ քաղցր լինես, եթե դու մարդկանց չնեղացնես, Տերը քո հետ կլինի, ինչպես քո հոր հետ եղավ, եւ Տերը կոծի քեզ, Տերը կօրհնի քեզ եւ Տերը կբարձրացնի քեզ։ Ռոբովամը լսում է ծերերի խորհուրդը, հետո գնում է երիտասարդների, իր ընկերների մոտ, եւ ընկերները տալիս են ուրիշ մի խորհուրդ, ասում են գնա ասա, իմ ճկուտը իմ հոր մեջքից ավելի հաստ է,
եւ ես 7-նապատիկ ավելի ավելացնում եմ ժողովրդի հարկերը։ Ու Ռոբովամին այս խորհուրդն ավելի դուր գալիս։ Եվ գնում է եւ տալիս է այդ խոսքն է ասում, ժողովրդին հավաքում է ազգին եւ ասում է, որ հարկերը շատացնում եմ, ես ավելի խիստ եմ լինելու, իմ հայրը այդքան շատ բարեհամբույր ա եղել ձեր հետ, բայց ես ավելի եւ ժողովուրդը մեծ քաոս է սկսվում երկրում։ Ժողովուրդը դուրս է գալի նրա դեմ, կիսվում է, տարբեր ցեղերը բաժանվում են իրար դեմ եւ այդտեղից գնում է անկումը Իսրայելի։ Նորից տեսնում ենք Օծված մեկը որպես թագավոր, որպես ազգի առաջնորդ իշխան, բայց մենք տեսնում ենք, որ բնավորության հարցը նորից չի լուծել եւ փորձառու մարդկանց խորհուրդը չի ընդունում։ Եվ ամեն բան տանում է դեպի անկման։ Եկեք գնանք առաջ։ Այսօր ես էմոցիոնալ չեմ քարոզում, սիրելիներս, սա ուսմունքային է, բայց սա շատ կարևոր է։ Պարգևի հետ, կամոցության հետ մեկտեղ նույնպես կարևոր է աշխատասիրությունը։ Շատ ժամանակ գիտես, երբ որ մարդը լցվում է ինչ-որ պարգևներով, Սուրբ Հոգու պարգևներով եւ տաղանդներ ունի ինչ-որ բաներ, երբեմն մենք կարող ենք մտածենք, որ այլևս մեզ ոչ մի բան էլ պետք չի անել, որովհետև կա պարգևը եւ այդ պարգևը միշտ գործում է։ Եվ շատ ժամանակ մարդուն դա կարատանի ծուլության։ Եվ մարդը կորցնում է իր աշխատասիրությունը, պատասխանատվության զգացումն է կորցնում, մտածելով դե մեկ է ես ունեմ պարգև, երբ ուզենամ այդ պարգևը կգործածեմ, երբ ուզենամ այդ պարգևով կծառայեմ, երբ ուզենամ այդ պարգևը կօգտագործեմ։ Եվ մարդը էլ չի տեսնում անհրաժեշտություն, որ ինքը պետք է իր անձը վարժեցնի աստվածպաշտության։ Մարդը չի տեսնում անհրաժեշտություն, որ ինքը դեռ պետք է շարունակի փնտրել Աստծո երեսը, ինքը պետքա շարունակի մոտենալ Աստծուն, ինքը պետքա պահպանի իր մտերմությունը Սուրբ Հոգու հետ, ինքը պետքա իրան կախման մեջ զգա Աստծուց ամեն ժամանակ։ Կապ չունի ինչքան եւ ինչ պարգևներ կան քո կյանքի մեջ։ Գիտեք, շատ ժամանակ պարգևները, որ Աստված տալիս է, իրանք դեռ անմշակ վիճակում են։ Ցանկացած պարգև, որ Աստված մեզ տալիս է, Աստված տալիս է անմշակ վիճակում։ Եվ մեր պատասխանատվությունն է դա զարգացնել, դա ավելի փայլեցնել, հա, գիտեք, բրիլյանտ քարը տեսել եք, բրիլյանտը իրա, երբ որ ժայռից կամ այդ վերջը հանում են, ինքը ոչ մի գեղեցկություն չունի, առանց փայլի, խամրած ինչ-որ առանց ֆորմայի քար է ինքը, ուղղակի քար է, կարող է եթե մնացած քարերի մեջ տեսնեք, չմտածեք էլ, որ դա բրիլյանտ է։ Բայց երբ որ իրան տաշում են, փայլացնում են, ինքը անցնում է ինչ-որ պրոցեսներով, ինչ-որ փուլերով, վերջում ինքը շատ գեղեցիկ է, շատ շքեղ է, ինքը իր արժեքն է բարձրանում։ Հասկանում եք, եւ շատ ժամանակ Աստված մեզ տալիս է պարգևներ, բայց մենք այդ պարգևները պիտի զարգացնենք։ Անկամ լեզուների պարգևը, երբ որ դու նոր մկրտվում ես լեզուներով, Սուրբ Հոգով եւ սկսում ես խոսալ լեզուներով, գիտես մի քանի բառեր, մի քանի հնչյուններ ես ասում, բայց երբ որ դու սկսում ես դա գործի դնել, երբ որ դու սկսում ես այդ լեզուներով աղոթել, հոգով օրհնել, հոգով երգել, հոգով երկրպագել Տիրոջը, երբ որ դու սկսում ես Տիրոջ հետ խոսալ երկնային լեզուներով եւ այդ պարգևը գործի դնել, դու տեսնում ես, որ այդ լեզուները կարծես զարգանում են, փոխվում են, կարծես ինչ որ զորավոր բաներ ա տեղի ունենում քո ներսում, այսինքն դու զարգացնում ես դա։ Ցանկացած պարգև սիրելիս, դու պետքա զարգացնես եւ երբեք չպետքա աշխատասիրությունը կորցնել, երբեք չպետքա արխային ընկնել։ Ամեն։ Պողոսը Տիմոթեոսին գրում է եւ ասում է. արծարծիր կամ բորբոքիր այն պարգևը, որ քո մեջ կա իմ ձեռնադրությամբ։
Պողոսը Տիմոթեոսին ասում է, այսինքն ասում է, աշխատանք տար, անհոգ մի եղիր, որ այն պարգևը, որ քո ներսում կա, ինքը զարգանա եւ ինքը ակտիվանա եւ ինքը սկսի գործել։ Մի մտածի, որ այդ պարգևը երբ սենց անես գործելու է։ Հիշում եք, Սամսոնը նույնպես ուներ պարգև Տիրոջից, գերբնական ուժ, եւ կարծում էր, որ երբ որ մատերով սենց ճտցնի, այդ պարգևը գործելու է, բայց եկավ մի օր, որ մատերով ճտցրեց ու չգործեց։ Որովհետև անհոգ եւ անփույթ եղավ պարգևի հանդեպ։ Շատ կարևոր է, որ դու ուշադիր լինես, սիրելիս, որ դու անհոգ չլինես, որ դու գնահատես, որ դու շարունակես փնտրել Աստծո երեսը, որ դու շարունակես աշխատանք տանել, որ դու շարունակես զարգանալ գիտելիքով եւ տարբեր բաներով զարգացնել ինքդ քեզ, քո անձը, որպիսի այդ պարգևը սկսի ավելի ուժեղ, ավելի զորավոր ձևով գործել։ Ամեն։ Գիտեք, 10 տարուց ավել է, 10-12 տարի է, որ ես քարոզչության ծառայության մեջ եմ, բայց ամեն անգամ, երբ որ ես պատրաստվում եմ կամ բարձրանում եմ այստեղ, այնպես չի, որ սովորական բարձրանում եմ եւ սկսում եմ քարոզել։ Գիտես, կա ինչ-որ փոքր լարվածություն, կա ինչ-որ մի բան, որովհետեւ սա պատասխանատվություն է, որովհետեւ դու ուզում ես Աստծո սիրտը փոխանցես, որովհետեւ դու ուզում ես Աստծո սրտից կախվածը 10 ժողովրդին, հասկանում եք, եւ կապ չունի, որ ես արդեն վարժված եմ, որ ես ունեմ փորձառություն, որ ես հազարավոր անգամներ քարոզել եմ, գիտես, սա ընդհանրապես կապ չունի։ Դու պետք է շարունակես զարգացնել, շարունակես հոգ տանել, շարունակես խնամել եւ պատասխանատվությունը կրել այն պարգևի, ինչ որ Աստված քեզ տվել է։ Հալելույա։ Հալելույա։ Ինչ որ բան ստանում եք, ժողովուրդ։ Ես ինքս ավելի շատ սիրում եմ Սուրբ Հոգուց խոսալ, լեցունությունից, զորությունից, բայց ինչ անեմ, որպես հովիվ ուսմունքային էլ պիտի լինեմ, դրա համար երբեմն ուսմունքային քարոզներ պետքա տամ, եւ այսօր այդ երբեմներից մեկն է։ Եկեք գնանք հաջորդը, հաջորդ բնավորությունը։ Պարգևի հետ մեկտեղ լինել անշահախնդիր։ Պարգևի հետ մեկտեղ ունենալ պարգևը, ունենալ օծությունը եւ լինել անշահախնդիր։ Գիտես, պարգևը երբեք չպետք է օգտագործել անձնական շահերի համար։ Պարգևը երբեք չպետք է օգտագործես քո անձնական նպատակներին հասնելու կամ նպատակները տիրականացնելու համար։ Այն ինչ որ մենք ունենք, սիրելիս, այն պարգևը, այն օծությունը, այն շնորհքը, որ Աստված տալիս է, դա Աստված է տալիս, դա քոնը չի, դա իմը չի, դա Աստծո պարգևն է։ Եվ անգամ, երբ որ դու սխալ օգտագործես, Աստված այդ պարգևը չի վերցնելու քեզանից, բայց դու նրան հաշիվ ես տալու մի օր։ Դրա համար, երբ որ Հիսուսն ասում է կգան եւ կասեն քո անունով մարգարեացանք, հրաշքներ արեցինք, դևեր քշեցինք, այսինքն այնց չէր, որ Աստված նրանցից վերցրել էր այդ պարգևները։ Թեև նրանք սխալ նպատակներով էին օգտագործում, բայց պարգևը մնում էր նրանց մոտ եւ Աստծո խոսքը ասում է Աստված երբեք չի զղջում իր կոչման եւ իր պարգևների համար, այսինքն այն ինչ որ Աստված տվեց, դա նվեր է։ Երբ որ դու ինչ որ մեկին տանում նվեր ես տալիս, ծնունդին կամ առհասարակ, հետո երբ որ այդ մարդը, չգիտեմ, մի տարի հետո քո հանդեպ մի հատ սխալ է անում, դու հո չես գնում իրանից նվերը ուզում, չէ՞, հետո իմ նվերը։ Առավել եւս, երբ որ Աստված ինչ-որ պարգև է տալիս քեզ, դա ինքը հետ չի վերցնում, բայց պատասխանատվություն ունենք մենք։ Ոնց ես վարվում այդ պարգևի հետ, ինչ նպատակով ես օգտագործում այդ պարգևը։
ինչ ուղղությունով ես օգտագործում, ում շահերի համար ես օգտագործում, արդյոք այդ պարգևդ օգտագործում ես Աստծո թագավորության շահերի համար, Աստծո արքայության շահերի համար, Աստծո փառքի եւ Աստծո անունի համար, թե օգտագործում ես քո սեփական շահերի համար։ Պետրոս առաքյալը գրում է եւ ասում է, որ այն կոչումը, որ ունեք, թող պիղծ շահասիրության համար չօգտագործվի։ Եվ պարգևը երբեք չպետք է դառնա մանիպուլյացիայի գործիք, այլ պետք է փառավորի Աստծուն։ Ամեն։ Այն պարգևները, որ մենք ունենք, դրանք մերը չեն, դրանք Աստծուց են մեզ տրված, եւ Աստված մեզ տվել է իր փառքի համար, չսեփականացնենք պարգևները։ Կորինթացիս թղթում է կարծեմ գրված այստեղը Կորինթացիս թղթում է գրված։ Եկեք կարդանք այդ տեղը, առաջի Կորինթացիս 4:7 Առաջի Կորինթացիս 4:7-ը եւ տեսեք ինչ է ասում։ Որովհետև ով է քեզ որոշում, ինչ ունես դու, որ չես առել, եւ եթե առել ես, ինչու ես պարծենում չառածի պես։ Այստեղ Աստծո խոսքը ասում է եւ խոսում է հենց պարգևների մասին։ Ասում է, այն ինչ որ դու ունես, կա մի բան, մի պարգև, որ էդի դու չես ստացե Աստծուց, որ էդի քոննա, դու ես ստեղծե դա, դու ես հորինե դա, դու ես, չգիտեմ, քո մեջից արտադրե այդ պարգևը։ Աստծո խոսքը ասում է, այն ինչ որ դու ստացել ես, դա նրա պարգևն է, դա նրանից է, ինչ որ դու ունես, ասում է, նրանից ես առե։ Իսկ եթե նրանից ես առե, ինչու ես պարծենում, կարծես թե նրանից չես առե, կարծես թե էդի քոննա։ Այն ինչ որ մենք ունենք ու ստացել ենք, նրանից ենք առե, սիրելիս։ Հալելույա։ Գիտեք, մի հնդիկ առաքյալ կար, մոտ մի 100 տարի առաջ էր, շատ հետաքրքիր նրա գիրքը, նրա կյանքի վկայությունը կա Սունդար Սիք, այդպես էր նրա անունը, Սադու Սունդար Սիք, և նա եղել է զորավոր մի առաքյալ, ով ունեցել է շատ հզոր ծառայություն, պարգևների մեջ, Սուրբ Հոգու զորության մեջ, Հնդկաստանում ավետարանն է քարոզել, Նեպալում, տարբեր տեղեր, Տիբետում, և Աստված հրաշքներով ու նշաններով նրա ծառայությունը ուղեկցում էր, և մի օր, երբ որ նա Եվրոպայում թե Ամերիկայում է լինում այդպես ծառայությունների, նրան հարցնում են, ասում են, որ ժողովրդի մի մասը քեզ չարախոսում է քո մասին, քննադատում է, իսկ մյուս մասն էլ քեզ կարծես փառավորում են, քեզ մեծարում են անընդհատ, ոնց ես անում, որ դու կարծես մնում ես քո ճիշտ դիրքի մեջ, չես շեղվում աջ ու ձախ, և դու մնում ես այդպես առողջ մտածելակերպով, և այդպես հարց են տալի նրան, և նա գրպանից հանում է ինչ-որ մի, չգիտեմ, օրինակ $20, և այդ դոլարը ճմրթում է, այսպես գցում է ոտքերի տակ, կոխրջում է, հետո հանում է, ասում է, պատասխանեք ինձ հիմա, այս $20 կորցրեց իր արժեքը, կարող է դարձավ 5 կամ $1 կամ $10, ոչ, նա մնաց 20-ը, և ասում է, եթե այս $20-ին ես կանգնեմ և ամբողջ օրը իրան փառաբանեմ, երկրպագեմ, չգիտեմ, ոսկեզոծ ռամկեքի մեջ դնեմ, ինքը իր արժեքը կբա, ոչ, ինքը մնում է նույն 20-ը, և ասում է, ես գիտեմ այն արժեքը, որ ես ունեմ Աստծո մեջ, և ոչ քննադատությունները, ոչ փառաբանությունները ինձ չեն կարող շեղել, որտև ես գիտեմ, ես Աստծո մեջ ով եմ։ Գիտես, շատ կարևոր է, որ այն պարգևները և այն օծությունը, որ դու ունես, հասկանաս, որ դա Տիրոջից է։ Ամեն։ Ուր էինք ասել։ Հալելույա։ Եկեք գնանք վերջինը և ավարտենք։ 5 րոպե։ Յաննա ջան, արի։ Մենք ունենք նաև հաղորդություն։ Եվ 5-րդը
բնավորություն, որը մեզ կարա խանգարի մեր պարգևները կամ կարա օգնի, դրա հակառակը փոխհարաբերություններն են։ Փոխհարաբերությունները, սիրելիներ, շատ կարևոր է լինենք մարդ, ով գիտի կառուցել ճիշտ փոխհարաբերություններ, որովհետև պարգևի հետ մեկտեղ, երբ որ մենք կարևոր է, որ կառուցենք ճիշտ փոխհարաբերություններ մարդկանց հետ։ Որովհետև մեր պարգևները մարդկանց օգտակար լինելու համար են։ Ցանկացած պարգև, որ Աստված տալիս է ինձ ու քեզ, ցանկացած պարգև, որ դու ունես, դա մարդկանց օգտակար լինելու համար է։ Գիտես, պարգևը առաջին հերթին դա մեզ համար չի տրվում, դա տրվում է մյուսների համար։ Պարգևը տրվում է մյուսների համար։ Պարգևը տրվում է մարդկանց համար։ Իհարկե այն կարա նաև մեզ համար էլ գործի, բայց առաջին հերթին մարդկանց համար է տրվում։ Օրինակ Սմիթ Վիգելսվորթը, ով ուներ նույնպես 40-ական, 30-40-ական թվականներին, ով որ ուներ գերբնական ծառայություն, հրաշքներով լցված ծառայություն, մեռելներ էին անգամ հարություն առնում նրա աղոթքներով, նրա ծառայությունների, շատերը բժշկվում էին տարբեր ծանր հիվանդություններից, բայց ինքը ուներ առողջական խնդիրներ։ Պարգևը շատ ժամանակ տրվում է մյուսների համար։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մյուսների հետ, մարդկանց հետ կառուցենք ճիշտ փոխհարաբերություններ։ Շատ կարևոր է, որ մեր բնավորության վրա աշխատենք այնպես, որ մենք լինենք հեշտ մարդ։ Տեսել եք, կան հեշտ մարդիկ և կան բարդ մարդիկ։ Եվ շատ դժվար է բարդ մարդկանց հետ աշխատելը, շատ դժվար է բարդ մարդկանց հետ լեզու գտնելը, համագործակցելը։ Գիտես, Աստված ուզում է, որ դու լինես հեշտ մարդ, հեշտ լինես մյուսների համար, որպեսզի քո պարգևը ավելի ընդունելի լինի, որպեսզի քո պարգևը ուղղակի դռներ բացվեն քո պարգևի առաջ։ Տեսեք, եթե մարդկանց հետ մենք լինենք դառը, եթե մարդկանց հետ մենք լինենք կոպիտ, եթե մարդկանց հետ լինենք չհարմարվող, չգիտեմ, կեղծավոր, ու սենց կարանք շարունակենք, մենք կարանք ունենանք շատ լուրջ պարգևներ, կարանք ունենանք լուրջ օծություն, բայց մեր բնավորության մեջ, փոխհարաբերությունների մեջ մենք լինենք բարկացկոտ, դառը, կոպիտ մարդկանց հետ, կեղծավոր մարդկանց հետ կարող ենք լինել, մենք կարող ենք արագ վիրավորվող լինել, արագ շուտ նեղացող լինել, և ինչ ենք անում, դրանով մենք կեղտոտում ենք մեր պարգևը, որովհետև երբ որ մենք չենք կարողանում փոխհարաբերություններ կառուցել մարդկանց հետ, մարդիկ մեր պարգևի կարիքն էլ չեն ունենա։ Ամեն։ Գիտես, քո բնավորությունը կարծես դուռ է բացում մարդկանց կյանքերի մեջ նրան, որ քո պարգևը հետո սկսի գործել։ Սկզբից քո բնավորությունն է գնում, հետո քո պարգևն է գալիս։ Հովսեփի կյանքը, եթե նայենք, Հովսեփը ուներ լուրջ պարգևներ և ուներ առողջ բնավորություն։ Դրա համար, որտեղ որ ինքը լինում էր, նրա պարգևները սկսում էին գործել։ Հոր տանն էր, պարգևները գործում էին։ Եղբայրները նախանձում էին, կապ չունի, նա սիրում էր, խոնարհվում էր և պարգևները գործում էին։ Հետո ծախեցին Եգիպտոս Պետապրեսի տանը, կարար իրա պարգևը
սխալ նպատակներով օգտագործել, որը մեր կետերից մեկն էր, որովհետև իրան վստահված էր ամբողջ Պետապրեսի տունը, հարստությունը, կինը, ամեն բան, բայց մենք տեսնում ենք, որ Հովսեփը շատ ճիշտ էր իրան պահում, ուներ ճիշտ բնավորություն, և իրա պարգևի շնորհիվ էին իրան այդ ամենը վստահե, բայց ինքը ուներ ճիշտ բնավորություն նույնպես։ Մենք տեսնում ենք նա բանտում էր նորից, կարողանում էր բանտախցում լինող մարդկանց հետ լեզու գտնել, ընկերանալ, փոխհարաբերություններ լավ կառուցել և իրան ընտեղ դրեցին բանտի այդ պետը, նայողը։ Հիմա մեր օրերում մի քիչ ուրիշ ձև է դա ասվում, ուրիշ տեսանկյունից է, բայց այդ ժամանակ Հովսեփը բանտի նայողն էր։ Եվ ուներ լավ փոխհարաբերություններ, նա մարդ էր, ով ուներ լավ բնավորություն և ամեն տեղից իրա բնավորությունը, իրա պարգևի հետ գումարված իրան դուռ էր բացում, մի ուրիշ մակարդակի։ Գիտես, շատ կարևոր է պարգևներիդ հետ ունենալ ճիշտ բնավորություն և ճիշտ փոխհարաբերություններ։ Ամեն, եկեք կանգնենք ոտքի։ Պարգևները Աստծուց են, դու կարաս խնդրես և Աստված քեզ կլցնի տարբեր պարգևներով, հայրը առատաձեռն է սիրելիս, հայրը ասում է խնդրի և կտամ քեզ, Աստծո համար պարգև տալը խնդիր չի, որովհետև եթե իր ամենաթանկը իր միածին որդուն չխնայեց, Աստծո խոսքը ասում է էլ ինչ դրա հետ մեկտեղ չի տա մեզ, Աստված քեզ կարա տա տարբեր պարգևներ, եթե դու փափագ ունես, եթե դու նախանձավոր ես, բայց գիտես Աստված նույնպես հետաքրքրված է, որպեսզի այն պարգևը, որ նա կտա քեզ, քո սխալ բնավորությունը չփչացնի այդ պարգևը, քո սխալ բնավորության պատճառով քո կյանքը չփչանա այդ պարգևի պատճառով, սիրելիս։ Ամեն։ Հալելույա։ Պարգևները Աստծուց են, բայց մեր պատասխանատվությունն է աշխատել մեր բնավորությունների վրա, որպեսզի Տիրոջ պարգևը ավելի ընդարձակվի, ավելի առաջ գնա, ավելի պտուղներ տա, ամեն։